Գոհե կառուցողներից իմի բերվեց կարծեք գործընթացը արդեն գլուխ եկավ։ Ինչի իմի եկա։ Գործընթացը գլուխ եկավ, իմի բերեցիք, գոհեք առաջին արդյունքներից, ընդդիմությունը միասնական է փաստացի։ Մենք ունենք այսօր քաղաքական հայտարարության մակարդակում, որ Հայաստան խմբակցությունը հայտարարեց, որ միանում է նախաձեռնությանը, դա իհարկե ուրախացնող բոլորիս տեղեկություն է, բայց հայտարարությունը, չգիտեմ ինչի արեց ոչ թե խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը, այլ падգամավոր Իշխան Սաղաթելյանը, իսկ ազգային ժողովի կանոնակարգով խմբակցության անունից հայտարարություններ անելու իրավունք ունեն միայն խմբակցության ղեկավարը եւ քարտուղարը։ Ես չգիտեմ թե ինչի էր ընտրվել այդ ձևաչափը, բայց այնուամենայնիվ բովանդակային իմաստով մենք պիտի ընդունենք, որ իրենք հայտնեցին պատրանդեղ նաեւ մեկ այլ իրավական խնդիր եկա, որը ես հասկացա, պարոն Սաղաթելյանը ցույց տվեց այն 28 падգամավորների ցանկը, որոնք դեռ վաղուց էին ստորագրել, նրանց մեջ կա արդեն падգամավոր Արեգնազ Մանուկյան, որ նրա լիազորությունները դադարեցվել են, այսինքն ենթադրվում է, սա ակնկալում եմ, որ ոչ թե խորհրդանշական իմաստով այդ ցուցակը հանձնելը կարծեմ խորհուրդ ուներ, բայց ֆունկցիոնալն էլ տեղի կունենա, այսինքն Հայաստան խմբակցության բոլոր падգամավորները կմիանան իրական նախաձեռնության ձևաթղթին եւ գործընթացը առաջ կգնա։ Մի բան, որ ինձ անկեղծ ասած այդքան այտենց դուր չեկավ, դա այն էր, որ այդ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո Հայաստան խմբակցության падգամավորները դուրս եկան նիստերի դահլիճից, լսումներից եւ այնպես տպավորություններ, որ ահա մենք ձեզ տալիս ենք մեր ստորագրությունների ցուցակը եւ հեռանում։ Մնացածը դուք ինքներդ ոնց ուզում եք, իսկ դա անտրամաբանական է, որովհետեւ եթե միանում են, չէ, եթե падգամավորները միանում են որևէ նախաձեռնության, նրանք դառնում են այդ նախաձեռնության համահեղինակ։ Հետևաբար նրանք արդեն ունեն հետագա քայլեր, գործողություններ անելու պատասխանատվություն, որովհետև իրենք արդեն այս պահից դարձան նախաձեռնության հեղինակ։ Օրինակ ցանկացած խմբակցություն կարա լսումներ հրավիրի։ Միգուցե մի ուրիշ հետապում էլ Հայաստան խմբակցությունը այս թեմայով լսումներ հրավիրի։ Արդեն որ ասում են աշխատանք ԿՊ-ական падգամավորների հետ։ Ով պիտի անի։ Ես փորձում եմ անել, բայց ինձնից խուսափում են, չէ՞, ասենք օրինակ հրապարակումա դուք եք լուսաբանում, այս որ գալիս եմ ընդունելության, փախնում են։ Բայց իրենք իզնից են կարող փախնեն, իրենք падգամավոր իրանց գործընկերներից խո չեն կարող փախնել, այսինքն այդ քննարկումները պետք է հիմա տեղափոխվի ֆունկցիոնալ դաշտ, նաև այլ խմբակցության ԿՊ-ի, որպեսզի նրանք ուրեմն քվեարկեն այս նախաձեռնության օգտին եւ այդ իմաստով Հայաստան խմբակցությունը վերջերս արձանագրել է մի շատ մեծ հաջողություն։ Դաշնակցական Արան Նռանյանը ԿՊ-ի կողմ ձայներով ընտրվել է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի անդամ։ Նշանակում է հնարավոր է դեպք, երբ որ ԿՊ-ի падգամավորները քվեարկում են դաշնակցականների կամ իրենց նախաձեռնության օգտին, դեպ նախաձեռնությունը պատկանում էր Հայաստան խմբակցությանը։ Այսինքն ես ակնկալում եմ, իհարկե ուրախալի էր այն ինչ որ հիմա մենք տեսանք, այդ իմաստով հաջողություն էր, կարելի է համարել այս լսումների հաջողությունը, որը պետք է լինի շարունակական, այսինքն անցնում ենք հաջորդ этаպին, որովհետև ի վերջո մեր նպատակը ֆունկցիոնալ որոշում ունենալն է, իսկ դրա համար պետք է առնվազն 54 կողմ ձայն։ Բայց պարոն Ղազարյան, ես ինչքան հիշում եմ, դե բառացի չեմ կարող այս բանի մեջ բերել, բայց եւ Էդվարդ Շարմազանովը եւ մի շարք անդամներ հանրապետականներից հայտարարում էին, որ միացեք, ձեր ստորագրությունները դրեք, մնացածի հետ գործ չունեք եւ եթե գործընթացը տապալվի, մեր հեղինակությունն է լինելու հարվածի տակ եւ մեր վարկն է լինելու։ Ես չգիտեմ ով ինչ հայտարարություն արել, ես ասենք չեմ կարող պարոն Շարմազանովի տեսակետները մեկնաբանել։ Ես գիտեմ ինչ է ազգային ժողովի կանոնակարգը նախատեսում վարչապետին անվստահության գործընթացի համար։ Անվստահության գործընթաց կարան նախաձեռնեն падգամավորները, ովքեր միանում են նախաձեռնությանը, դառնում են համահեղինակ։ Ովքեր նախաձեռնության համահեղինակ են, իրենք իրենց նախաձեռնությունը առաջ են մղում։ Սա պարզ տրամաբանական մոտեցում է։ Հիմա կարող է մի քաղաքական գործիչ այլ մեկնաբանություն արել, մյուսը այլ։ Դա չի նշանակում, որ падգամավորը որ միանում է, չի գիտակցում ինքը ինչի է միանում։ Եթե միանում է, դառնում է համահեղինակ։